24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է երկիր երկհան Դավիթ Ամալյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ կալվելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Խոսենք մայիսի 28-ի զորահանդեսից, տարբեր արձագանքներ եղան, հիմնական թեզը իշխանությունը, որ ներկայացնում էր այն էր, որ զինում ենք բանակը եւ այն քննադատությունները, որ ընդդիմությունը հնչեցնում է, որ բանակը քանդեցին, դա իրականությանը չի համապատասխանում, հետո արդեն մասնագետներն այլ կարծիք հայտնեցին, նշեցին, որ ամբողջապես պաշտպանվածություն չկա, զիջում են նախկին զենքերին եւ այլն։ Ընդհանուր առմամբ գաղափարը, ինչու պատերազմից 6 տարի անց մենք որոշեցինք զորահանդես իրականացնել, արդյոք շարունակական կլինի այս ամեն ինչը, թե PR այսպես գործընթաց էր Փաշինյանը արդարացնում էր իրեն, որ զինում է բանակը եւ ստում է։ Ինչու 6 տարի հետո եղավ հարցին կարճ կպատասխանեմ, նախընտրական քարոզարշավ։ Ինչ վերաբերում է բանակին, դուք իմ թույլ կողմին կպաք, որովհետեւ ես մինչ այժմ որևէ առիթով թե համերգային, թե ուղղակի հավաքների ժամանակ ասում եմ պետությունը գնացել է արձակուրդ եւ 3 հիմնասյուն ունենք պետություն պահող։ Պոստում կանգնած զինվորը ծնվող երեխան եւ ամուսնացող զույգը։ Հիմա ինձ համար պոստում կանգնած զինվորը արժեք է։ Նախընտրական քարոզարշավի համար բանակ օգտագործելը անարժեք է։ Բանակը բոլոր իշխանությունների օրոք ինձ համար մեր երկրի տղեն է։ Ցավոք սրտի այս երկրի այդ տղու այս պահին ծնողի պաշտոնակատարները կապ չունեն առհասարակ բանակի հետ։ Նիկոլ Փաշինյանը դեռևս Վազգեն Սարգսյանի ժամանակվանից անընդհատ բանակից է բողոքել։ Եվ իր կողքի լնգուլավազնել շատ հաճախ բանակի թե ներքնաշորի հետ կապված թե ինչ, ես իրենց մակարդակին չեմ կարող իջնել այդ ներքնաշորի անունը տալու։ Բայց իսկապես իրենք հիմնականում այն ժամանակ, երբ որ բանակը հաղթանակած բանակ էր, այն ժամանակ, երբ որ բանակը կլուբնիկ չէր ուտում, բայց դրա փոխարեն ուտում էր այն սնունդը, որը անհրաժեշտ է զինվորի պահպանումը։ Երբեմն կարող է եղել են ինչ-որ բաց թողումներ, իհարկե եղել են։ Այն ժամանակ դեռ երբ որ ինձ 18-ից առաջ կանչում էին որևէ հաղորդաշարի, ասում էի լրագրողներ ջան, ժողովուրդ ջան, բանակի մեջ մի մտեք, բանակ այդ թափանցիկ աշխարհը չի կարելի։ 70 կամ 60 կամ 40 հազար տղամարդ միասին երբ որ միտեղ են լինում, վեճ էլ կլինի, քաշքշոցել կլինի, Աստված չանի, այն էլ կլինի սպանության բանով վերջացող, որը շատ պատահոր կա, շատ պատահ, բայց ամեն դեպքում նայեք բանակից դուրս ինչքան դեպքեր ա լինում, չէ, ռեստորաններում, գնացեք դրանք բացահայտեք, բանակի հետ գործ չունեք։ Ի վերջո բանակը թշնամու դեմ պայքարող ամենամեծ բանն է։ Հիմա ասնեմ այդ թշնամու մասին, եթե այս պահին բառացիորեն թշնամու տղայից փոքր ժամանակ մի անգամ բան ասեց պապ դու մեր տան տղամարդն ես շատ փոքր տղա Սարմանը ասեց բա ինչ ես մամայի կատարանքները անում մաման ինձ ասեց որ Արմինեն իրա մաման էլի իմ կինը ասեց որ այսօր չարություն են արել վատ բառեր են ասել ես ինչ որ դիառներ մի առ ասեցի չեմ առնի ինքը եկավ ինձ ասեց ինչ ես մամայի կատարանքները հիմա ընկեր Նիկոլ դու ամբողջ օր Ալիևի կատարանքներով թույլ չես տալի որ որևէ մեկ Արցախից խոսա 300,000 մարդ ես բերում այստեղ այսօր ուզում էի գրեի ինքներից մեկը ասեց իմիջայլոց այդ 300,000-ից շատերը արդեն եկել են Եվ այդ եկածները տարբերվում են, ուզում եմ հասարակությանը զգուշացնեմ, այդ եկածները տարբերվում են նրանով, որ մեքենաների վրա 16 է գրած։ Եվ այդ օրներ չգիտեմ 300,000-ի կհասնեն այդ ընտրողները թե չէ, բայց այդպես է ինձ համար, որովհետև այլ ընտրանք չունենք։ Ցավում եմ, որ սա քաղաքականություն չի։ Կուզեի քաղաքականություն լիներ եւ առհասարակ չմասնակցեի, որտեղ ես վաղուց քաղաքականության դռները փակել եմ, ինքս քաղաքական գործիչ չեմ, ոչ էլ մեկնաբան։ Բայց ցավում է, որ սա քաղաքականություն չի, սա ազգային եւ ազգապահպանման միջոց է։ Ժողովուրդ ջան, երդվում եմ, ժողովուրդ նկատի ունեմ մարդկանց, որ հանկարծ էս ադրբեջանամետ, ադրբեջանական, համարյա մետ էլ չէ, արդեն ադրբեջանական իշխանությունից պրծնենք, չեմ կարող ասել վերջացնենք, ստիպված պրծնենք պետք է ասեմ։ Երդվում եմ որևէ հաղորդման մեջ քաղաքական բացի մշակութային գործունեությունից ոչինչից չեմ խոսա կամ առհասարակ կգնամ հանգստանալու մի քիչ երգ գրեմ հոգնել եմ երգ չգրելուց թեպետ համերգների տեսքով
մենահամերգների հաճախ ակումբային փոքր համերգների տեսքով հաճախ եմ հանդես գալիս, բայց դահլիճի համերգ չեմ ուզում անել։ Որ ասում այսքանից հետո էլի երգում ես։ Իսկապես այս վիճակում ես չգիտեմ ամսի 8-ին, եթե Աստված չանի, թեպետ վստահ եմ, որ իրենք հավատում են, որ իրենք չպետք է լինեն, բայց հանկարծ որ լինեն, ես Հայաստանում ֆիզիկապես, նույնիսկ եթե եռաբլուր ունեմ այստեղ, ֆիզիկապես ապրելու ենթակա չեմ։ Ուզում եմ դիմել ցավոք սրտի այն դաշտում իմ նախկին մտերիմներին, ում հետ շփվել եմ, ում հետ որոշակի նույնիսկ մտերմություն եմ ունեցել, կամ ում հետ եթե չեմ շփվել, փոխադարձ հրամանատար զինվոր կարգավիճակում ենք եղել, կամ ինչ-որ բան, ժողովուրդ ջան, չգիտեմ ոնց դիմեմ, ախր, բայց սասունցիներ ջան, դուք բայց մշոխր, Երխուշտա, ազգային արժիքներ, ապրիլի 24-ին սարերին մինչեր էիք վառում, քելելաուի տակ հուզվում էիք, հայրենիք ասելուց ոտներները ծալվում էր, ինչ եղավ, լավ արվեստի որևէ կերպ շփված մարդկանց եմ ուզում դիմել, ժողովուրդ ջան, այսօր Վրեժ Իսրայելյանի տոնապետին թաղում է այս իշխանությունը ԿՊ-ն, այդ տոնապետը որպես կերպար ինձ համար հետաքրքիր և բան հայ գաղափարախոսության մարմնավորում է, բայց այդ տոնապետի արժեքը կորում է, եթե մեր պետությունը չպետք է լինի, կամ լինի ադրբեջանամետ պետություն, կամ 300,000 այստեղ որ ապրի, արդեն պարզ է ինչ կլինի, պետք չի ներկայացնել, դուք հանուն գործի պաշտպանում եք նրան, ով Վազգենի, Անդրանիկի, Թումանյանի, չգիտեմ, Սևակի, Չարենցի, Շիրազի, այս արժեքների, Արամ Խաչատրյանի, բայց ամբողջ օրը մեր մշակույթը, և դուք ընդամենը ԿՊ-ի Վագն Ալեքսանյանի հետ փոխում եք այս արժեքները, չեմ ուզում անուններ տամ, մի անունից պետք է շատ ներողություն խնդրեմ, բայց ասեմ, ինձ համար ամենաթանկ մարդու եղբայրը, ինքն էլ է թանկ, որտեղ մեկը իմ համար մնում է ինքը Վազգենի եղբայրը, Գրետա և Զավենի տղան, Արմենի եղբայրը, ինքն էլ է իմ համար թանկ, որտեղ որ հանդիպում ենք, ողջագուրվում եմ ամեն դեպքում, Արամ ջան, քո համար Վազգենը քո եղբայրն է, գիտեմ, բայց այսօր նայրին Վազգենի մարմինն է խփել, սրանք Վազգենի հոգին են սպանում, այսքանից հետո մենք պետք է ասենք, լավ, մի գաղափարախոսություն էլ կա, որ մի կողմից շատ են ասում, կարևորը ռուսներից պրծնենք, իրանց հետ լավ կլինենք, ժողովուրդ ջան, չեք հասկանում, թուրքերի հետ լավ կլինենք, չեք հասկանում, որ թշնամու երազանքը հենց այդ ռուսներից պրծացնել է, որ կոտորելուց ոչ մեկ պետք չլինի, ու դուք եթե բանակը հիմա ցույց եք տալի, որ մթոմ չեք կոտորվելու, այսինքն ինչ եք ցույց տալի, ինչ եք ուզում ասել, այստեղ ռուսների հարցը չի, երբեք ռուսամետ չեմ եղել և այն ռուսապաշտներին չեմ էլ ընդունել, բայց այս հակառուսական մի հատ այնպես տագնապ է տարածվել, պանիկա, այնպես մի հատ սեկտա է դարձել, դե քարոզչություն նենց չի, բայց այդ նույն հակառուսական սեկտաների մեջ մարդիկ կան, որ Ռուսաստանի հետ տնտեսական կապերի մեջ են, բա հետո առևտուր են անում, բիզնեսմեն են, այս ինչ ապրանքը Ռուսաստանից են բերում, կամ լավ, մեկը Հոլանդիայից բերեցիք, բա հետո ժողովուրդ, այսինքն որ Նիկոլը գազ ունի, դրա վրա եք հույսներ դրել, այդքան կերածից գազը չի շատանա, այդ գազի վրա շատ հույս մի դրեք, այդ գազը ինքը ավելի վատ գազի մասին է խոսում, Ադրբեջանից որ գազ դե չգիտեմ, ես ավելի հումորային մոտեցա այդ հարցին, ես վախենում եմ այն մարդկանցից, ովքեր գիտակցում են այս ամեն ինչի արժեքը, բայց հանուն աշխատանքի մեջ են, կներեք բառիս համար զոմբաժեխերը, ժեխազոմբերը, չգիտեմ, դրանց ինչ-որ հատված են, որոնց ես ինքս այն ժամանակ, երբ որ իրանք ոչինչ չէին որոշում, ես ինքս այդ կարգի մարդկանց հանդեպ լավ եմ եղել, չեմ ուզեցել որևէ մեկին վիրավորեմ իր կենսակերպի, իր մտածելակերպի ցածրության, իր ի վերջո շրիշակային մակարդակի վրա, երբեք թույլ չեմ տվել, որ կողքից մարդը նրան ծաղրի, բան ասել եմ, մարդ հայ ախպեր, ինձ այս վերջերս տանը ասում էին անուններ շատ մի տուր, չեմ էլ տա, բայց ոնց վերաբեր, ասում է բանը, Հիսուս Քրիստոսից հետո Տիգրան Մեծն ու Նիկոլ Փաշինյանն են,
Համ Հիսուս Քրիստոսի հետ ընդեղ մի բան եղավ։ Էլ Տիգրան Մեծի մասին չեմ ասում, հողիտակին չեղավ այդ խեղճ մարդու հետ։ Համ էլ ախր այդ չափի ապուշությունը երկիքը չի ների։ Սյունիքն է, մեր երկրորդ Գարեգին Նժդեհն է, նույնիսկ մտավորականներից են այդպես։ Արվեստագետներ ասենք, մտավորական չասենք, արվեստագետներից նույնիսկ այդպեսի կարծիք հնչեց, որ երկրորդ Գարեգին Նժդեհն է Փաշինյանը Սյունիքը փրկել է։ Արվեստագետը ո՞րն է։ Չգիտեմ ով ասել, չեմ էլ ուզում հիմա անուն հնչի, որևէ բան չի։ Ես եթե Գարեգին Նժդեհի կամ Վազգեն Սարգսյանի հետ կարող են համեմատել այս բանին, դե ինչին, ինչ որ այն։ Այդ մարդու անուն ուրեմն ինքը անուն չունի։ Պետք է չի հիշել այդ անուն։ Եթե ի վիճակի է այս համեմատությունն անի։ Ես չգիտեմ, եթերով եմ ասում, գռեհիկ բան եմ ասում։ Ներողություն եմ խնդրում, բայց Նայիրի Հունանյանը որը սատկեց, այդ օրը խնջիկ եմ անել։ Որտեղ ինքը սատկելու է ենթակա։ Բայց Նայիրի Հունանյանի իրավահաջորդին ես մահ չեմ ցանկանում։ Որտեղ մահը շատ է։ Ոչ էլ ինչ որ տանջանք եմ ցանկանում, ոչ մի վատ բան չեմ ցանկանում։ Ուղղակի ուզում եմ ինքը դե չի հասկանա իր չլինելույթան աստիճանը, իր չգոյությունը։ Բայց ուզում եմ որպես օրինակ մնա, որ երեխաներին ցույց տան, ասել նայեք հանկարծ սրա նման չլինեք։ Ոչ մի հատկանիշ չվերցնեք սրանից։ Ցավոք սրտի բացասական հատկանիշները կարող եք թվարկել եւ իհարկե դրականներից քիչ են իրանք։ Եվ մարդկանց մի տեսակ կա բնութագրելուց միշտ ասում եմ, այս մարդը սենց է, բայց մի քիչ քծիպ է, այս մարդը սենց է, բայց մի քիչ վախկոտ է։ Այս մարդու ամեն մարդու մեջ մի բացասական հատկանիշ կարող է լինի կամ չլինի, չէ՞։ Մեկը սենց է, մեկը նենց է, մեկը շատախոս է անիմաստ, մեկը գռեհիկ է, մեկը շատակեր է, մեկը բան է, հոգու հանցագործ է, որտեղ հանցագործ բառի բուն իմաստի տարբերակին չի կարա լինի, որտեղ հանցագործ լինելու համար մի քիչ տղա է պետք լինել։ Մեկը մի քիչ ղզիկ է, մեկը մի քիչ սենց է, բայց կարա մեկը լինի, որ այդ ամբողջը լինի։ Թվարկածս որ հատկանիշը չունի մեր ախպերը։ Այսօր էլ իր առաջացման օրն է։ Ես միշտ ասում եմ մարդկանց մի տեսակ կա, որ ծնունդ եւ մահ չունեն, առաջանալու եւ վերանալու են ենթակա։ Առաջացման եւ վերացման օրեր ժամանակահատված։ Ну, իր վերանալու մասին չեմ էլ մտածում, Աստված իր հետ, ես իրան այնպես բան չեմ ցանկանում, ինքն էլ է ինչ որ բան, բայց մեր երկրի պատասխանն ով պետք է։ Հիմա օրինակ Այսօր նոր ձեզ մոտ գալուց առաջ մետրո թատրոնում նստած եմ իմ ընկերների մոտ։ Տեսա մի կին, որ ասեց տղաս եւ իր զավակները այս մի տնից 3 կորուստ, ես այդ կորստին ծանոթ եմ։ Սենց ներքին այդ բանս Նիկոլին ինչ որ բաներ ասում։ Բացել եմ կոմենտները կարդամ, հայհոյանքներ ա գրած։ Արա որ գնաս այդ զիբիլը հետը տարա։ Էսով եք դուք։ Հայհոյանքներ ա գրած այդ 3 հոգի տնից կորցրած կնոջը, որից վիշտ կաթում է։ Բա 18 թվից առաջ տես բան կարա։ Բա 18 թվից առաջ որևէ նախագահի օրոք մեկը զոհվածի ծնողին բան ասեր կմարսեր արա։ Էս ինչ եք անում։ Էս ով եք դուք։ Ու այսքանից հետո ասում եմ անուն չասեմ, չեմ կարող, բայց չեմ ասի։ Ընկերներ եմ ունեցել, որ տղայական հարաբերության մեջ դու խմել ենք, դու չգիտեմ, մարդավարի խոսացել ենք, ընդհանուր այնքան թանկ կապ ա եղել, որ ինձ համար այդ կապը միջև հիմա թանկ է։ Բա անգեր դու հանուն ինչի ես այս պահին դրան պաշտպանում, որ ինչը լինի, որ թուրքերը գա, դուք եթե ի վիճակի եք Թուրքի հետ ապրելու, ես չեմ ապրելու, ես չեմ կարող, ու չեմ պատրաստվում սպարտացիների նման մնալ կոտորվել։ Տեսանք թուրքերի գալու, թուրքերը Արցախ ոնց եկան։ Հայաստանն էլ եք ուզում նույն բանը անեք։ Եվ մի ապուշություն կա, որ ասում է արդեն տվել էին։ Ով էր տվել։ 91 թվականից ասում է արդեն տվել են։ Դե 91, 95, 2010, ով ինչ ուզում ասում է, այդ թվերը չգիտեմ ինչի փոփոխական են։ Իհարկե խնդիր կար, իհարկե հասկանում էինք, որ միջազգային կառույցները, իհարկե բանակցելու դաշտ կար, իհարկե ձգելու տեղ կար, իհարկե հասկանում ենք, որ միգուցե սա պիտի ուրիշ բան աներ գնար,
բայց սա լրիվ ուրիշ բան արեց։ Այդ ամեն ինչը հասկանում ենք, տրամաբանություն ունենք մարդը։ Բայց ոչ մեկ հələ չէր տվել։ Պատրաստվում էին, որ տեսնեին ի վերջո նույնիսկ Վազգեն Սարգսյանը ասում էր առանց զիջումների հաղթանակ չենք ունենա։ Բայց պետք է զիջելու բան ունենանք։ Մի կռիվել է մեզ պետք, որ հետո ճիշտ զիջելու բան ունենանք։ Այսինքն մենք կարող էինք այնքան, եթե Վազգենը Աստված տար, այն ուժերը, որ խփեցին Վազգենին, ինձ թվում է բերեցին սրանց։ Ես չգիտեմ այդ որ ուժերն են իսկապես, եւ եթե որևէ մեկը դրանով հետաքրքրվի ստանի հարցնի այդ որ ուժերի մասին էս, խոսում չեմ կարող ասել։ Ամենայն դեպս հայաստանյան չէ։ Որևէ հզոր պետության կամ թաքնված հզոր պետության ինչ որ ներքին բաներ։ Այսինքն, որովհետեւ եթե պատկերացնում եք Վազգենը մնար մեկ անպայման, եթե կռիվ լիներ Աստված չանի, ունենայինք առաջընթաց, այդ առաջընթացը կտայինք իրան, կասենք Ադրբեջան ջան։ Վերջացրինք, всё։ Մենք հաղթանակելու համար ուժեղ պետք է լինեինք։ Մեր Սաշը ասում էր իհարկե ընկածին պետք է ձեռք տանք, որ ինքն էլ հասկանա, որ մենք ներեցինք իրան, ինքն էլ արդեն, բայց ամեն դեպքում պետք է ձեռքի կողքը զենք ունենանք, որ ինքը չմտածի որ բանը։ Բայց sense նվաստան այն օրը գրել էի, պարտությունը խաղաղություն չի կարող դառնա։ Հարգելի հին կռված տղեկ, որ այսօր պաշտպանում եք նրան, ասում եք խաղաղություն։ Խաղաղություն իմ չափ չեք կարող խաղաղություն երազել, որտեղ տա Աստված իմ ցավը չտեսնեք։ Բայց դուք պարտությունը համարում եք խաղաղություն։ Պարտությունը գիտեք որ էտապն է։ Գաղթից կամ գերությունից առաջվա էտապն է։ Այսինքն պարտության հաջորդը կամ գերի են վերցնում կամ գաղթում ես, կամ հրաշքով պրծնում ես։ Հիմա ես բոլորը ասում են, բաում ընտրենք։ Եղբայր, ու մի ընտրի թող գա թուրքը։ Հետո բաում ընտրենքը որն է, այնքան խելացի ես ու այնքան ինտելեկտուալ ես, այնքան անալիզ անող ես, որ հասկանում ես այդ դաշտ մտած տղեկը քեզնից քիչ են ցավում այդ դրա համար։ Ժամանակին չեն թաքցնի ու կասեմ, որ երկրորդ նախագահի ժամանակ ընդդիմություն եմ եղել։ Բայց այդ ժամանակվա ընդդիմության ժամանակ իր կողքը կանգնած մարդիկ իմ թշնամին չեն եղել։ Կարող է սխալվել եմ, կարող է չեմ սխալվել, Աստված թող որոշի այդ սխալը։ Այդ թշնամական որևէ մեկին հավատալ սխալ կամ չհավատալ սխալ, դա սխալ է։ Բայց սրան հավատալը մեղք է, որովհետև սա ինքը ես առաջ դնում էի ոչնչության տակ, հիմա էլ հենց է։ Բայց ցավոք սրտի դրանով չենք պրծնում։ Տեսնում եք, որ այդ ոչնչությունը քանի գնում է օկտոբեր, այն օրը այդ բանն էի տեսել, չգիտեմ, գրած էր Նիկոլ Փաշինյան, այդ ինչ որ մեկն էր գրել, իր գրածը։ Ասում են հիմա ջնջել է այդ սկրինշոտը, կամ մեկը ասում է սարքածա, դա Աստված սարքած լինի։ Ասում է, եթե ես չանցնեմ, ժողովուրդը ինձ կհոշոտի, ես ստիպված եմ իմ անվտանգության համար դիմել Թուրքիային։ Այդպես հայտարարություն ես չեմ տեսել։ Չգիտեմ, հուսամ դա սարքած է։ Հուսամ սարքած է, Երանի սարքած է։ Իսկ այդ հայտարարությունները ադրբեջանցիների մասով, որոնք հնչում են, իշխանությունը հերքում է, ասում է նման բան չկա, նույնիսկ Սվիկայություն ստորությունը այս թեման շահարկել է, որ ադրբեջանցիները գալու են, նման բան չկա, հանգստացեք ժողովուրդ։ Ոմերա փաստերով բերելով ինքը ասում է չկա, Իրանից հետո միացնում են բանի, ինչ են Սիմոնյանը, այդ բան Սիմոնյանի ասածը, որ ասում է թող մենք էլ գնանք, իրանք էլ գան, այդ սաղ ասում է, բայց չէ, փաստերով լիքը փաստեր կա։ Ես քաղաքագետ չեմ, որ այդ փաստերը մեկնաբանեմ եւ ասեմ։ Իսկապես, եթե քաղաքագետ լինեի, այսօր կգնայի որևէ տեղ գիրք կբացեի այդ անտերը կկարդայի, որ այսօր փաստը դնեի։ Դե դեպքում մտեք Հայկ Նահապետյանի կամ որևէ քաղաքագետի էջ մտեք եւ փաստերը տեսեք, որտեղ է գրված։ Դե Ալիևն է այդ մասին։ Լավ, հիմա եթե Ալիևը ասում է հայեր ջան թուրքերին ընտրեք, այն քաչալ տղեն են վիժվածք են ադրբեջանցի։ Ես դրա ծնող ախր, ես ինձ համար դա թշնամի է, բայց իմ ընկերներից մարդիկ կան, որ ասում է դրանք ընտրեք, իրան գնալու են ընտրեն։ Դե գնացեք ընտրեք, տղեկ ջան, հալալա ձեզ։ Բատաղուս թաղմանն չի եկեք է։ Ինչ էիք ցույց տալիս, ինչ ցավս եք կիսում։ Իմ ցավը պետք չի, դուք մի կիսեք։ Առասարակ ամեն ինչի բացատրությունը բերվում այնպես, որ Փաշինյանը չէ այս ամեն ինչի մեղավորը, խնդիրները վաղուց են եղել եւ Փաշինյանի գլխին է կոտրվել։ Ես ուզում եմ, չգիտեմ, երբ պետք է այս երկիրը երկիր դառնա, բայց որ երկիր դառնա, իշխանությանը պետք է չոքեչոք գնամ խնդրեմ, որ ստեղ հոգեբուժական մեծ կենտրոն է պետք բացել։
Եվ ովքեր այդպես են մտածել, տանել հոգեբուժի վերջը, բուժման այդ process-ին։ Հիմա երբ որ Որովհետև ես մարդկանց եմ տեսել, քիչ առաջ ասված օրինակս։ Ալիևն ասում է Թուրքին ընտրեք, են քաչալ բանի տղեն ասում է Ռանին, Նիկոլին ընտրեք, հա։ Սա մի քանի ադրբեջանցի բլոգերներ ասում են Նիկոլին ընտրեք ու ստեղ հələ Նիկոլին ընտրող կա եւ Նիկոլի հակառակ կողմին թշնամի ասող կա։ Ես ուզում եմ այդ process-ը իսկապես հասկանալ։ Կարող եք ինձ բացատրել։ Մարդիկ դուք լրագրող եք, աշխարհ տեսած, մի քիչ քաղաքական այդ մեկնաբանություններից որոշակիորեն կարող հասկանալ։ Ես չեմ կարող հասկանալ։ Իսկապես ֆիզիկապես չեմ կարող հասկանալ։ Գիտեք ինչ, կարող է հիմա իրանք, գիտես, մի հատ թեզ կարող անեն, մի հատ թեզ կարող անեն, ասեն մեր թշնամիները, այսինքն ընդդիմությունը, Ադրբեջանի, բայց ես կարող եմ միտք եմ տալի իրենց որ անեն։ Ադրբեջանի այդ բլոգերներին փող են տվել, որ իրանք Նիկոլին պաշտպանեն, որ մեր ձայներ են գնի։ Դե ամեն ինչ կարող են հնարավորությունը։ Բայց սա պատկերացնում եք ես ինչ ասեցի։ Վաղը ինչ որ մեկը տես բան կասի դրանցից։ Բայց հավատացեք որ չէ։ Որտեվ իրանք գտել են մարդ չէ, ինչ որ բան։ Ում միջոցով Հայաստանը տանում են տարել են արդեն պարտության հաջորդ քայլերին են ուզում գնալ։ Իսկ ես որպես քաղաքացի եւ իմ նման շատերը, որոնք մեծամասնություն են։ Ես ես խոսում եմ անտարբերների համար, մեծամասնությունը ովքեր հասկացել են, որ պիտի սրանց դեմ պայքարել, իրանք պայքարելու են։ Եվ մենք հունիսի 8-ին չենք ունենա, այն ինչ այսօր ունենք։ Պարտված Հայաստան չենք ունենա։ Դու կարծում եք Ինչքան էլ որ ես իրանից ամեն ինչ սպասում եմ։ Իշխանափոխություն կլինի կարծում եք։ Այսինքն ժողովուրդը 2 ժամում չի լինի։ Նկատի ունեմ ընդդիմությունը ավելի շատ ձայներ կհավաքի։ Ես կարծում եմ, որ ինքը չի կարող 20%-ից ավել ձայն ունենալ, որտեղ այդ թվարկածս տեսակները 20%-ից ավել Հայաստանում չեն։ Իսկ եթե այն, ուրեմն ես գաղթական եմ, որովհետև չեմ կարծում, լավ, ինտելեկտ ունի, բայց աշխատանք ունի, հասկանում է, ազգային բաներ մեջը կա, բայց ասում եմ ոչինչ, այսօր հազիվ ստեղ է։ Ասում եմ հազիվ խաղաղություն է հաստատվում։ Շատերը հենց այդպես են ասում, խաղաղությունը խաղաղության հետ համեմատել է, չգիտեմ, այդ որ ասում եմ հոգեբուժական կենտրոնը պետք դրա համար եմ ասում։ Այն Ալիև չեղացել է խաղաղության անուն չի տվել։ Հələ չի ասել, տենց ասում է, հələ ուր եք որ խաղաղություն, հələ Սյունիք, բան, տենց, սրանք ասում են խաղաղություն, ինչ խաղաղություն, այդ Բերանս պապանձվի ախպեր ջան։ Դեռ հələ տարածքներ կան, որոնք պետք է հասկանալ ինչ են անում, սահմանազատում կա, սահմանադրություն փոխել կա։ Մենք զոմբաժեխի այդ դրանց մոտ մոդել կա, թքած ունեն ադրբեջանցին կլինի, թքած ունեն իրանք որ լեզվով կխոսեն, թքած ունեն պարտություն կլինի, թքած ունեն թե գաղթական իրանք կդառնան, թե կմնան թուրքը իրանց որպես եք կողտրելուց թողենք հեսա։ Բայց երբ որ մարդկանց ես հանդիպում, որ գիտես իրան ճանաչել ես։ Ժողովուրդ ջան, գրականությունը մեռավ, լավ։ Գրականագետ ընկեր ջան։ Գրականությունը մեռավ քո համար։ Քո Թումանյանն ուր է։ Լավ, լավ։ Քո Բայրոնն ուր է ազատության մարտիկը։ Այսինքն վсё գլոբալիզացիա, վերջ էլ ոչ մի բան պետք չի։ Էլ ոչ մի արժեք պետք չի, եւ որևէ արժեք գտնում եք այս մարդկանց մեջ, որոնք քարոզում են։ Լավ, ես համաձայն եմ գլոբալիզացիայի, վերջո երկրագունդը մի քանի միլիարդ ինչ-որ բաներով դեզերքում կախված է, թե մի հատ դղրդապ, իհարկե, եթե վտանգը 6 միլիարդից է սպառնում, արդեն կարող ենք մոռանալ բոլոր ազգային եւ ապազգային խնդիրները։ Բայց սենց գլոբալիզացիա ինչի հաշվին։ Ժողովուրդ գլոբալիզացիան մի լեզվով եւ համախմբվելով ինչ-որ միֆ է։ Ոչ թե գլոբալիզացիա, որ մենք գնանք մտնենք Ադրբեջանի մեջ։ Այդքանը չենք կռվել։ Մենակ լեզվի տարբերություններ կսովորենք, կամ իրանք մերը, կամ մենք իրանցը կպրծնենք էլի։
Իհարկե երկնքի համար էդի չկա։ Մեռելուց հետո ես չգիտեմ որտեղ են։ Չգիտեմ ինչ է հիմա տղես ասում էր պապ ինձ խփողը խփվեց, բայց իրա տեսիլքով որ եկել էր ինձ մոտ, ոչ թե երազը։ Ինձ խփողը խփվեց, բայց բանա մենք ստեղ ընկերներ ենք։ Ներել եմ իրեն։ Որտեվ իրան խփողը որպես ադրբեջանցի մարդկային որակ է ունեցել, որ եկել է իր դեմ կռվելու։ Մի տղեն այդ որակն է ունեցել, որ նրա դեմ է կռվել։ Միգուցե երկրագնդի վրա բոլոր պատերազմները, որ վերանան նոր մեկ կմոտենանք երկնքի։ Այս ուրիշ թեմա է։ Բայց այդ իմ տղուն խփողը, որ հիմա իրան երկնքում ընկերն է, որպես արժեք իմ համար ավելի թանկ է, քան Նիկոլին այսօր ընտրող հայը։ Ու հայը սխալ բառ եմ ասում, ինչ որ մարդ։ Սրա տակից ոնց եք դուրս գալու, տղեկ։ Ինչ եք անելու, որ հետո այնքան մարդու հետ եմ պայքարել, որ 18-ի միտինգներին չգնար։ Դավը փոխանակ գաս, ասում եմ ուր գամ ինգեր, գամում լսեմ։ Գամ ինչ լսեմ։ Ինչ հասեց, ասում եմ օրինակ այսօր ինչ հասեց, ախպերս։ Եվ ցավում եմ, որ իմ ընկերության մեջ շատերս չէինք այդպես մտածում։ Մի քանի հոգի էինք, որ ասում ենք այսով է գալիս։ Հասկանում եք ինչ ա լինելու։ Դե կարգախոսներով էր գալիս այն ժամանակ։ Բայց այն ժամանակ հիմա մինչև հիմա ես մարդիկ կան իմ ընկերներն են շարունակել եմ ընկերություն անել, որովհետև շուտ հոգեդարձ եղա։ Բայց երբ որ ես ցավիս հետ մենակ եմ մնում, իրանց էլ չեմ կարողանում ներել։ Իրանց ասել եմ։ Իմ ընկերը իմ շատ ես ընկերը գիտեք երկից մեջ ասում եմ անածական ընկերների, որտեղ ընկերը չեմ արժևորում եւ գերարժևորում։ Ընկեր կամ չընկեր։ Ով ուզում է լինի իմ ընկերը։ Բայց այդ ընկերս ես իրան էլ չեմ կարող ներել, որ 18-ին էին մասնակցում։ Էլի եմ ասում, կարելի էր նախորդ 3 նախագահներին հավատալ կամ չհավատալու համար սխալվել։ Դա սխալ է, սխալ ուղեղն է գործ։ Իսկ մեղքը սիրտ է։ Սիրտը մեղքի գործելու տեղ չունի, որտեղ սիրտը էվոլյուցիայի ենթակա չի։ Սիրտը բնությունն է։ Սիրտը սիրելու միջոցն է։ Էվոլյուցիան ինչքան շատանա, ցիվիլիզացիան ինչքան հեռախոսի ու բանի եզերքի հետ կապի բանը շատացնի, մեկա սիրելու ձևը չի փոխվի, չէ՞ որ երեխա ծնվի։ Չնայած բեդել են անում աշխից։ Սիրելու ձևը չի փոխվի, չէ՞ որ այս սիրտը հենց էվոլյուցիայի է ենթարկում դառնում է գոբիկ։ Կամ չգիտեմ, մյուս տարբերակ։ Իսկ մենք սիրտը թողել ենք ու անսիրտ երևույթների վրա սկսում ենք մտածել։ Ընդամենը ակնթարթ է այս կյանքը։ Ինձ համար կյանքը հումոր է ծնունդից մինչև մահ, որտեղ ես վշտի մեջ եմ ժպտում։ Եվ ժպիտի մեջ էլ մեկ-մեկ լցնում եմ արցունք, որ իրար հետ համատեղ լինեն, որտեղ հակասություններից է մարդը ծնվում։ Տղամարդ եւ կին, սա հակասություն է։ Եվ այդ հակասությունները երբ որ սիրով են միանում իրար, դառնում է արժեք։ Դրա համար վիշտն ու արցունքը, որ խառնում ես իրար, միտքդ դառնում է երեխա ու պտուղ։ Դե արի ես արժեքներից սրանց հետ խոսա։ Ենթադրենք ինչ ասեմ, դրանցից մեկին Դանիել Իոնիսյանին բացատրի սեր, արժեք, մարդ։ Սրանք դատարկ օրենքների կնոպկեն սխմես ես, կանով անցնես, այդ տխմար, այդ օրենքները, որ հոգուտ մեջ արժեք չեղավ, լիքը օրենքներ, մարդկային որակ, որ չեղար, սիրտդ, որ տեղը չեղավ, ուղեղդ կարող է տձև բան դառնա։ Խոսեցիք ընտրությունների մասին, եթե ամեն դեպքում իշխանափոխություն տեղի չունենա, այն հայտարարությունները, որ Փաշինյանն ասում է, ամեն դեպքում ասում է, ով որ Արցախի հարցը բացի իմ հետ է գործ ունենալու, եթե կռվել եք ինչու չեք զոհվել, այս ամեն ինչը նաև ինքը այստեղ գաղափար է դնում, նաև որպեսզի քարոզչություն որպես որ պարտվեցինք, որովհետև չէին կռվում։ Եթե կռվում էին, բա ինչու չեք զոհվել, այս հայտարարությունները ինչ իմաստ ունեն, հետո իհարկե ինքը խմբագրեց, ասաց, որ դա Արցախի պարտության մասին բազմիցս նշել եմ, հիմա էլ կարող եմ կրկնվել։ 90-ականներին մենք տեխնիկապես եւ լիքը բաներով իսկապես բավականին հետ էինք Ադրբեջանից, բավականին շատ։ Հաղթանակը ձևավորեց ոգին, տղեկի ներքին ուժը եւ առաջնորդը։
բառի բուն իմաստով առաջնորդը։ Ես խոսում եմ Վազգեն Սարգսյանի մասին, որ կարողացավ իմիջայլոց սա մի անգամ Սասուն Միքայելյանից եմ լսել դեռ մի քանի տարի առաջ։ Ասեց ժողովուրդ ջան, տարասկզբին էլ ահագին ֆիդայի ներկային լուրջ մարդիկ, Չավուշ, Անդրանիկ, Նժդեհ, բան, որ երկիր ու պետություն, անկախ պետություն, բանակ տեսնելու ցանկությունն ու երազի արդյունքը աչքներին գնացին չտեսան։ Ասես դարը հələ հիմա նայեք Արցախյանի, Սարիթաղի վրեժ, Կայարանի ոժդ, Էշմիածնի Մանվել, Հրազդանի Սասուն, Էնյանից ասեց կադրավիկ ու ինտելիգենտ բանն, կոմանդոսն, Էսյանից Ծաղիկ Ռուբոն, Էսյանից Սամոն, վերջը Լեոնիդ Ազգալձյան, դաշնակցության տղեկը, տարբեր մտածելակերպի եւ տարբեր ոլորտի մարդիկ։ Ասես կարող է Վազգենը չլեր դրանք չհամախմբվեին, ոչ հաղթանակ ունենային, ոչ բանակ։ Ասեն որ խելացի բան ասել։ Բացի Վազգենը, Վազգենի կողքի այդ ժամանակվա լավ թվարկենք նախագահներին՝ Լևոն, Սերժ, Ռոբերտ, Բաբայան Սամվել, Վանոց Իրադեգան, մարդկանց անուններ եմ տալիս, որ մի բռունցք էր, համակարգը մի բռունցք էր։ Ես ինքս շարքային եմ եղել, կամավորական, բայց շարքային, այսինքն երբեք ինչ-որ բանի հրամանատար չեմ եղել, դրա համար միշտ ասում եմ իմ արած գործը առանձնապես ծովի մեջ մի կաթիլ է։ Բայց շարքային լինելով որևէ օպերացիայի մասնակցության կամ որևէ պոստի ժամանակ կանգնած լինելով ոչ մի անհրաման փամփուշտ չեմ կրակել։ Ոչ մի ավելորդ բան չեմ արել, որտեվ մի տեղից էր հրամանատար։ Իմ լյովն էր իմ հրամանատարը, լյովը ստանում էր ընդհանուր գառնիզոնի պետից, գառնիզոնի պետը առաջնորդից։ Վերջ։ Բա 50 հատ բունկերից տարբեր մարդիկ հրաման են, տղաս 5 հատ հրաման է ունեցել։ Զոհվելուց առաջ։ Նահանջեք, չնահանջեք, մեկը ասում են արհեստական բանականությունով իրանք են հայի անունով հրամաններ տվել։ Ամեն ինչ հնարավոր է։ Բայց ով բերեց այս հնարավորությունը։ Դե հիմա եկեք այն ժամանակվա մռնչացող հրամանատարներին համեմատենք հիմիկվա այս ինչ-որ բանին։ Երբեմն այս վերջերս, եթե չեմ սխալվում, Մոնիկ Գասպարյան ինչ-որ բաներ ասաց։ Չեմ էլ հիշում ինչ ասել։ Ասում ես փակ քննարկում լինի կամ խոսեմ բացատրեմ։ Դե հա։ Ազգային ժողովում այդպես էլ չկայացավ այդ փակ քննարկումը։ Հիմա։ Դե բայց մի քանի տեղից գիտեմ տարբեր բունկերներից տարբեր հրամաններ են եղել։ Այսինքն լիքը օրինակներ կան, որ իսկապես փախել են։ Հիմա մարդիկ վախեցին փախել են։ Վատա։ Ինքս չեմ գնացել, գնացել եմ մի քանի անգամ տարբեր առիթներով, մի անգամն էլ գնացել եմ տղայիս մոտ։ Չեմ գնացել։ Հիմա ներսի որ բժշկի թուղթի բերեի հաղորդմանը, որ ցույց տա ինչի չեմ գնացել։ Որտեղ ամ շաքար ունեմ, ամ ստենդ ունեմ դրած, այսինքն եթե պիտի գնայի բեր դառնայի որևէ մեկի վրա, իմ գնալու իմաստը։ Իսկ ստեղից կարողանում եմ ինչ-որ օգնություններ դասավորել, ինչ-որ ինչ կարողանում եմ եթե ա։ Լավ է թողնենք, հիմա հարցը այդ չի։ Թեպետ ինձ շատ եմ մեղադրում տղուս կողք չլնելու համար, բայց փախնողներ միշտ էլ եղել են։ Հա։ Դե փախնողներ եղել են, հա։ Փախնողներ եղել են, բայց եղել են նաև մարդիկ, որ հասել են տեղ, որոնց մեջ լիքը մտերիմ մարդկանց ունեն, որ ասում ավտոբուսով տարան, թե չգիտեմ, այդ ինչով, հետո նստացրեցին գրուզավիկը, տարան բեռնատարը, տարան, այդտեղ իջացրին, ասին, հեսա ձեզ մարդ կմոտենա։ Իրանք նստեցին այդ բեռնատարով, վերադարձան, ասում եմ, մենք մնացի գիտեմ, մարդ չմոտեցավ, փոխարենը սնարյադներն ընկան, ոչ միտեղ չգիտենք ուր փախնենք, ու մի քանի օքով փրկվանք, չգիտեմ։ Հիմա մեկը ճիշտ է ասում, մեկը սուտ է ասում, ես ընդհանրապես խոսացածների մասին եմ ասում։ Դե այդպեսի իսկապես շատ է եղել։ Այսինքն կազմակերպվածություն։ Բա Վազգեն Սարգսյանի ժամանակ որևէ զոր, ես ինքս 94-ին ամենակատաղի ժամանակ 94-ի հունվարի 5-ին դուրս ենք եկել, գնացել ենք Մարտակերտ, մեզ տարել են Մաղավոզի 5-րդ բրիգադ։ Բայց այդ ամեն ինչը վերահսկվել է, որտեղ այնտեղ Մանվել կար, գիտեր ինչ էր անում։ Մանվելը իր թիկունքին Վազգեն ուներ։ Հələ արժեքներին նայեք ու համեմատեք սրանց հետ հələ։ Ես հիմա չգիտեմ որ Վազգեն Սարգսյանը հրաշքով գա տեսնի այդ աթոռին նստած է այստեղեն։ Ինչ կանի։ Հուսամ պետք է շատ բարձր ձենով ծիծաղի։ Շատ բարձր, որտեղ ես ամեն ինչ ծիծաղելի է, որ ասում եմ կյանքը հումոր է, չեք հավատում։ Ես աղաչում եմ, խնդրում եմ, չոքեչոք կուզեմ եշտամ այն մարդկանց մոտ, ովքեր անտարբեր են։ Կարճ բան եմ արել այդ գնահանտրի ֆլեշմոբի մեջ,
ասել եմ ձեր անտարբերությամբ մի նպաստ եք չարիքի գալու։ Գիտեք ինչ, այդ թվարկածս մարդկանց տեսակները, որ պիտի գնան Նիկոլ ընտրեն, իրանք ավելի արդար են, քան անտարբերները։ Մեկը վախից է ընտրում, որ գործից չանեն։ Մեկը ասում է կընտրեմ, չի ընտրելու, չգիտենք։ Քիչ են, բայց կան։ Մեկը քիչ առաջ ներողությունը խնդրել եմ, բայց դե պիտի ասեմ, անատամ է դեբիլության հասնող աստիճան դեբիլ է։ Մյուսը տենց է մտածում միգուցե, բայց մտածող է։ Էս մարդիկ, որ պիտի ընտրեն, իրանց փայ սկզբունք ունեն։ Մեկը ասում է ջանրան, թե դավաճան չէ, կարևոր է մի քիչ էլ մնամ, 2 կոպեկ առնեմ, հետո եթե թուրքերը գան, կգնամ Ճապոնիայում կապրեմ, օրինակ։ Գոնե դա նույնիսկ դա սկզբունք է, բայց անտարբերի հալավ է ոչ մեկ չի անցնելու, դա սկզբունք չի, դա անսկզբունք է, դա չգիտեմ ինչ է։ Ես խնդրում եմ այդ անտարբերներին, ժողովուրդ ջան, հնարավորություն մի տվեք ցածր խավին մեծամասնություն դառնալու։ Բազում ընկերներ ու մարդիկ գիտեմ, որ դեմ են, իսկապես դեմ են, ասում բայց գնանք ում ընտրենք։ Տղեկ, որ դեմ եք, որ չգնաք ում ընտրեք, որ չգնաք իրան եք ընտրում։ Որտեղ ինքը ընդամենը 20%-ին մոտ ձայն ունի, բայց եթե 20%-ի գնան ընտրողների 40-50%-ը ինքը արդեն ահագին ձայն ունի։ Եթե ձայները փոշյանան, արդեն կբաժանվի մեծամասնություն։ Այսինքն, եթե հիմա 50% գնա ընտրության, ընտրողների 2 միլիոն, չգիտեմ 400,000, չեմ հաշվել։ Չգիտեմ, այդ ընտրողների քիչ մասը գնա, ինքը իր 20%-ը բավականին 10% կլինի։ 20-ը պլյուս մինուսը չգիտեմ ինչքան է։ Ով ինչ բան ուզում։ Հենց այդ շատ ակտիվ մասնակցությունից իշխանությունը վախենում։ Դե եթե ուզում եք Ադրբեջանի իշխանությունը գա, մի գնացեք ընտրության։ Իսեր Աստծո։ Եվ սա քաղաքական համարողներին էլի եմ ասում, քիչ առաջ ասել եմ, չգիտեմ որ կամերային նայեմ, մեկ-մեկ որ ուզում եմ ձեզ նայեմ։ Սա քաղաքականություն համարողներին խնդրում եմ գնացեք բժշկի։ Սա քաղաքականություն չի։ Թուրքը, որ կոտորելու ցանկություններ չի թաքցնում այդ մարդը, ասում է գալիս եմ ձեր մոտ, ընտրեք Նիկոլին, երեխեք ջան, լավ կլինի, ամեն ինչ կգամ, ձեզ հավի նման կփրթեմ, դուք էլ ասում եք մեր Նիկոլի ցավը տանեմ, գնում ենք ընտրենք։ Այն Էյդար Եսիմիչը ասում է ընտրեք, Մայդար Եսիմիչը ասում է ընտրեք, ամենք ախմախ չենք չընտրենք։ Գնացեք ընտրեք։ Ես հիմա խնդրում եմ անտարբերներին, որ հաշվի առեք, որ չգիտեմ, ինձ ձերնորը մեկը զանգել է, ասում է հուլիսի էս ինչին հարսանիք է, ուզում եմ դուք էլ ներկայանալ։ Ասում եմ ձեր ցավը տանեմ, բայց ինձ համար հուլիսի 7-ը ավարտական օր է։ Կամ ես այդ հարսանիքին ցնծությամբ կլնեմ, կամ ստեղ չեմ լինի։ Ու ինձ թվում է այդ հարսանիքին կլնեմ։ Օգոստոսին էլ հրավիրված եւ շատ հարսանիքներ ունեմ եւ լինելու եմ բոլորին, բոլորի հետ ուրախանալու եմ բոլորի ամուսնությամբ, ծնվող երեխեքով եւ ի վերջո ուժեղ Հայաստանով։ Շնորհակալ եմ զրույցի Ես եմ համար։ շնորհակալ։ Զրուցակիցս երգիչ երգահան Դավիթ Ամալյանն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։